Դուք օրինակ Սամվել Կարապետյանին կամ նրա կողմից ձևավորվող ուժին ընտրություններին մրցակից համարել եք։ Գիտեք, եթե տարբեր ուժերով մասնակցում ես ընտրություններին, կամա-թե-ակամա նաև մրցակից ես լինում բանի առումով, հա, զուտ, որ երբ որ տարբեր ես մասնակցում, բայց իսկապես այն ուժերը, ովքեր իսկապես պայքարում են այս իշխանությունների դեմ, կա այն համոզմունքը, որ այդ ուժերը չեն միանալու որևէ կերպ քաղաքացիական պայմանագրին, ես շատ լավ եմ նայում այդ ուժերի մասնակցությունը, ովքեր իրապես շանս ունեն հաղթահարելու։ Ոնց է կազմակերպելու այդ գործընթացը, որ մեկը մյուսին չխանգարեք, մեկը մյուսից ձայն չփախցնեք, իրար դեմ չպայքարեք տակից, կողքից բացահայտ։ Պետք է փորձել, շատ կարևոր է դա իրար չխանգարելու հանգամանքը, եւ ես կարծում եմ, որ այստեղ քանի որ գլխավոր նպատակը այս իշխանությունների չվերընտրվելն է եւ կարծում եմ այստեղ հնարավոր է ճիշտ լուծումները գտնել իրար չխանգարել։ Եվ